Եթերում դարձյալ հայրենիք Սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, մեր ժողովուրդը իծն է, մարդասեր ժողովուրդ է։ Եվ մեր ամբողջ պատմությունը մարդասիրական պատմություն է։ Բացի այն բանից, որ մարդասեր է, նաև օգնող, հասնող ժողովուրդ է։ Եվ դա հատկանիշ է, որը հատուկ է իսկապես հայերին։ Եվ այնքան լավ է, եւ այդ երկու զգացումները, մարդասիրությունը եւ օգնությունը զուգադիպում են նաեւ այնպիսի կազմակերպությունների աշխատանքի հետ, որոնք նպաստում են այդ մարդասիրական գործունեությանը։ Իհարկե դա բարդ գործունեություն է, բայց հաճելի եւ չափազանց մարդկային։ Բարեկամներ, այսօր ես խոսելու եմ Հայաստանում մի կազմակերպության մասին, որը կոչվում է Պարալիմպիկ կազմակերպություն, որտեղ ինտեգրվում են բոլոր այն երեխաները միջին տարիքի եւ եթե բարձր տարիքի նույնիսկ կարող են, որոնք ունեն ֆիզիկական դժվարություններ եւ կամ ձեռքբերով են այդ դժվարությունները եւ կամ բնածի եւ այն կազմակերպությունը, որի մասին հիմա խոսելու ենք եւ ներկայացնենք, օգնում է այդ մարդկանց ինտեգրվելու հասարակությանը, որպեսզի իրենք չզգան, որ իրենք մեկուսացված են, որ իրենք անտեսված են, եւ այսով նաեւ իհարկե շատ կարեւոր է նրանց կամքի ապրելու ուժի գոյության պայքարը, որը իսկապես նման դեպքերում շատ անհրաժեշտ է մարդուն, որպեսզի նա հաղթահարի այդ հոգեբանական բարդույթը եւ իրեն զգա լիարժեք մարդ։ Բարեկամներ, այսօր ես ներկայացնում եմ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրամյանին եւ փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանին, որոնց ջերմորեն ողջունում եմ, ողջույն պարոնայք։ Ուրախ եմ եւ շնորհակալ հաղորդաշարին մասնակցելու համար եւ մանավանդ այն բանի համար, որ այսօր մենք խոսում ենք շատ մարդասիրական մի գործունեության մասին, հասկանում եմ դա որքան բարդ է եւ որքան պատասխանատու, որովհետեւ դուք գործ ունեք հոգեպես մի քիչ տխուր, մի քիչ երբեմն հուսահատված մարդկանց հետ եւ պետք է կարողանաք այդ մորալը, այդ ոգին բարձրացնեք, իսկ դա շատ պատվախնդիր եւ շատ գեղեցիկ աշխատանք է, իհարկե նաեւ իր դժվարություններով։ Ես ուզում եմ, որ պարոն Հակոբ Աբրամյանը խոսի ինչպես է ստեղծվել Պարալիմպիկ կոմիտեն, քանի տարի է, կարծեմ քանի 94 թվականից է ստեղծվել, քանի տարի է որ գործում եք եւ պայմանները, ինչպիսի պայմաններում եք գործում, համեցեք։ Ողջունում եմ մեր հայրենակիցներին, շնորհակալություն ստուդիա հրավիրելու համար, հայտնի US Armenia-ի ստուդիա, որ ամբողջ աշխարհում հայտնի է, ամբողջ աշխարհից Սփյուռքի մոտ, շատ ուրախ եմ։ Ուրեմն Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հասարակական կազմակերպություն է, որ հիմնադրվել է 94 թվականին իմ նախաձեռնությամբ։ Մենք հրավերք էինք ստացել մասնակցելու Իսպանիայում կայանալիք առագաստանավային սպորտի առաջնությանը եւ կարողացանք կազմակերպել եւ թիմ ուղարկել այդ առաջնությանը եւ անմիջապես դրանից հետո նախաձեռնեցինք Պարալիմպիկ կոմիտե հիմնադրելու այդ գործը եւ հիմնադրվեց կազմակերպությունը, արդեն մոտ 31 տարի է որ գործում ենք, հասցրել ենք մասնակցել հարյուրավոր աշխարհի, Եվրոպայի տարբեր մարզաձևերի առաջնությունների եւ նաեւ գավաթի խաղարկությունների, պատվով Հայաստանը հայկական դրոշը բարձրացրել ենք աշխարհի բոլոր ծայրերում եւ ունենք շատ լավ մարզիկներ, ունենք նաեւ մարզիկներ վերջի պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած, դժբախտաբար ֆինանսավորումը մեր կազմակերպության բավական քիչ է եւ չենք կարողանում բոլոր այդ մարզիկներին մենք նորմալ վճարել եւ մասնակցեն տանել, որպեսզի Հայաստանը ներկայացնեն, այո, այսպես եւ իսկապես կարևոր է այս գործը, որովհետեւ իդեպ ասեմ, որ մենք այստեղ Լոս Անջելեսում ենք գտնվում։ Հիմա պիտի հարցնեի, ինչ առաքելությամբ եք այստեղ։ Շարունակեմ ես։ Այո, խնդրեմ։ Ուրեմն մենք այստեղ գտնվում ենք Միացյալ Նահանգների Պարալիմպիկ կոմիտեի հրավերով
որի նստավայրը Վաշինգտոնում է, ինչպես գիտեք, 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալու է պարալիմպիկ եւ օլիմպիկ խաղերը միջազգային, եւ Լոս Անջելես քաղաքը արդեն 6 ամիս է եւ որ տեմպով այսպես լծվել է նախապատրաստվելու աշխատանքներին, արդեն բոլոր կառույցները, բոլոր հանգույցները ստեղծված են եւ թափով աշխատում են, մոտ 35 երկրի ներկայացուցիչներ կային այս անգամ, որոնց ներկայացվեց ամբողջ այդ նախապատրաստական աշխատանքները, թե որտեղ որ մարզաձևերը, որ վայրերում պետք է լինեն Կալիֆոռնիայում, մրցումները որտեղ պետք է կազմակերպվեն, ներկայացվեց այդ ամենը, մասնագետներն իրենք էին ներկայացնում, մեր կարծիքները հարցրեցին, նաև մեր կարծիքները հաշվի կառնեն եւ նաև եղանք UCLA-ի համալսարանում, որտեղ լինելու է օլիմպիական ավանը, շատ 3 ամբողջ օրը։ Իսկ դուք թիվ տվեցիք, թե քանի մարզաձևերով եւ քանի մարզիկ է լինելու։ Մենք այդպիսի թիվ չեն կարող տալ, որտեղ այս վերջի տարիների ընթացքում պետք է մասնակցություններ լինեն աշխարհի Եվրոպայի առաջնությունների տարբեր մարզաձևերի, որտեղից այդ մասնակիցների քանակը գոյանում է։ Մեր հաշվարկով սինթեզվում են եւ հետո մասնակցում են։ Մեր հաշվարկով մոտ 10 մարզիկ կունենանք 28 թվականի պարալիմպիկ խաղերին։ Ընդամենը 10։ Ընդամենը չէ, արդեն 10, որտեղ մեծ թիվ է 10-ը։ Այո։ Ինձ համար այնքան փոքր է, որտեղ գիտեք, հայրը այնքան շնորհքով են։ Ես համեմատության համար ասեմ, որ նախորդ անցյալ տարի մենք Փարիզում ներկայացրեցինք Հայաստանը, Փարիզի պարալիմպիկ խաղերին, որ 2024 թվականին էր, այնտեղ 3 մարզիկներ ունեինք։ Պարոն Աբրահամյան, ասացեք ինձ խնդրեմ, հասկանում եմ, որ այս կոմիտեն մարդասիրական լինելով իր բնույթով եւ շատ կարեւոր ամբողջ աշխարհում կա, թե մի քանի երկրներում կան այդպիսի կոմիտեներ։ Աշխարհի մոտ 200 երկրներում կան պարալիմպիկ կոմիտեներ, այսօր առավոտյան միջազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր նստաշրջաններ, որտեղ մենք ընտրեցինք միջազգային պարալիմպիկ կոմիտեի բորդի 7 անդամներին եւ on-line ձևով։ Մենք կայինք այդ բորդի։ Այնտեղ դրա համար նույնպես դրան պետք է ծախսեր, որպեսզի հայտնվենք այնտեղ, այո։ Այո։ Ադրբեջանը կար։ Չէ։ Բայց Ադրբեջանը մեծ գումարներ է ստանում պետությունից։ Որքան է այդ տարբերությունը ինձ ասեք, որքան է ասենք Մոսկվայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում այդ գումարները ինչքան են կազմում։ Պարոն Հովհաննիսյանին խնդրենք երևի, ինքը ավելի տեղյակ է դրա մասին, թող ինքը ասի։ Շատ լավ, համեցեք պարոն Հովհաննիսյան, շարունակենք եւ տարբեր հարցեր եւս ունեմ, որ երկուսիդ է վերաբերվում։ Շատ լավ։ Դա հետո խնդրեմ այդ մասին։ Նայեք, ավելի ճիշտ կլինի համեմատություն անելը տարածաշրջանի երկրների հետ եւ մեր գործընկերներին հետ ճշգրտումներից հետո թվեր մեզ տվեցին, օրինակ Վրաստանում մոտ 5 միլիոն դոլար է ֆինանսավորումը կատարվում, տարեկան 5 միլիոն դոլարի չափով է կատարվում, Ադրբեջանում 6 միլիոն դոլարի չափով։ Դրա մեջ մտնում են մրցումներին, միջազգային մրցումների, տեղական մրցումների մասնակցությունը եւ մարզիկների սպորտային թոշակները, ովքեր բարձր նվաճումներ են անում։ Հայաստանում միջազգային մրցումների մասնակցելու համար է պետությունը պարալիմպիկ կոմիտեին դրամաշնորհի տեսքով գումար հատկացնում։ Վերջին 3 տարիների միջին ցուցանիշը, որ ասեմ, մոտավորապես 25 միլիոն դրամ է անում, որը կազմում է դոլարով մոտ 50-ից 60 հազար դոլար տատանվել է հատկացումները։ Տարեկան։ Այո, տարեկան։ Ինչ ահռելի տարբերություն։ Տեսեք, գումարային մեծ տարբերություն կա եւ նաեւ պետության կողմից մեր մարզիկները էլի բարձր նվաճումների համար թոշակներ են ստանում, նո մոտորապես դա էլ որ վերցնենք, որքան են ստանում թոշակ։ Կախված որ
որտեղն են գրավել եւ ընդհանուր նախորդ տարվա ցուցանիշներով ասեմ մոտորապես 25-ից 30 միլիոն էլ դրամի չափով էլ այդ ֆոնդն է կազմում, այսինքն եթե մենք երկու ֆոնդերը իրար հետ վերցնենք, մոտորապես միջև $130,000 է ըստ էության հաշմանդամային պարալիմպիկ մարզաձևը ստանում պետությունից, իսկ հարևան երկրներում 5 միլիոն եւ 6 միլիոն դոլար են ստանում նույն աշխատանքի համար։ Իդեպ ասեմ, որ վերջին առաջնություն, օրինակ մենք ունենք առավել զարգացած մարզաձևեր Հայաստանում, դա ծանրամարտն է, ատլետիկան է, ունենք ավելի էլի ուժեղ թիմեր, բայց ֆինանսավորման պատճառով եզակի օրինակ ունենք հոկեյի թիմ, սլեջ հոկեյը կոչվում, հոկեյի թիմ ունենք, բայց ֆինանսավորման պատճառով փակվեց այդ թիմը, բայց ամբողջ պոստսովետական տարածաշրջանում SNG-ի մեջ ինքը 3 երկիր կա, որ ուներ այդ երկրներից մեկը մենք ենք։ Ու հիմա այդ մարզաձևը չկա։ Չնայած ենթակառուցվածքները ունենք Հայաստանում եւ վերջերս քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության ընթացքում Երևանի քաղաքապետարանի իրենց աջակցությամբ կարողացանք էլի մրցաշարներ կազմակերպել եւ այդ մարզադպրոցի հետ։ Համայնքներն էլ են որոշակի ֆինանսական աջակցություն ցույց տալիս, բայց գումարները շատ քիչ են ու անհատական մարզիկների են վերաբերում, օրինակ Վանաձորի, Գյումրու, համայնքներից, երբ որ մենք մարզիկներ ենք հավաքական ներգրավում եւ տանում միջազգային առաջնությունների, դիմում ենք նաեւ այդ համայնքներին, որոնք իրենց սուղ բյուջեի միջոցներով էլի կարողանում են թեթև հատկացումներ անել, որպեսզի մենք ավելի մեր մասնակցությունը ավելի պատշաճ կազմակերպենք միջազգային հարթակներում։ Հիմա ինչպես չդիմես ժողովրդին սփյուռքի եւ չասես Ղարաբաղին այդքան գումարներ էի կուղարկում եւ փոշիացան այդ գումարները մնացին Ադրբեջանի նվեր։ Այսպիսի մարդասիրական գործնեության համար գումարներ տրամադրեք եւ շատ տրամադրեք, շատ օգնեք, որովհետեւ հիշեք, որ այդ երեխաների շատերը Ղարաբաղյան պատերազմի տուժած երեխաներ են եւ որոնց օգնություն է պետք։ Մանավանդ օգնում եք ոչ թե որ միայն ապրեն, օգնում եք որ իրենք փառք ու պատիվ բերեն Հայաստանին եւ բերում են։ Շարունակենք։ Վերջին ասեմ պարալիմպիկի մասին մի քիչ խոսենք, որովհետեւ երևի հանրությունը դրա կարիքը կունենա։ Պարալիմպիկ մարզաձևերը շատ են։ Տատանվում է թիվը մինչև 26 կա ամառային եւ ձմեռային։ Օրինակ մյուս տարի Միլանո Կորտինայում Իտալիայում լինելու է ձմեռային պարալիմպիկ խաղերը։ Այնտեղ մենք ունենք մեկ մարզիկ, որը ուղեգիրանվաճ է եւ մասնակցելու է։ Մենք վերադառնալով Հայաստան նաև այդ գործի վերջին փուլ ենք մտնում արդեն, որպեսզի մեր մարզիկը մասնակցի այդ մեր հավաքական թիմը։ Ինչպիսի ֆիզիկական վիճակ ունի, ինչ է։ Ձեռքի անդամահատում ունի, դահուկա վազքից է մասնակցելու։ Դեռ ոտքերն են կարևոր, բայց միևնույն է դժվար է մի ձեռքով կառավարել։ Մի ոտքով էլ կա, որ մարզիկներ մասնակցում են, երկու ոտքի խնդիր ունեցողներն էլ են մասնակցում, իրանք ամեն մի մարզի ֆիզիկական առատի հետ կապված լուծումներ ա տրված մարզագույքի տեսքով, որ այդ մարզագույքի կիրառմամբ իրանք կարողանում են կատարել վարժությունը։ Ձմեռային մարզաձևը ասեցի Միլանո Կորտինայում կլինի, դրան ենք վերադառնալու նախապատրաստվելու եւ LA 28-ն է։ Մինչ մարզաձևեր են 26 մարզաձևերից Հայաստանում ընդամենը 13-ն են ակտիվ, կարող լինել ավելի շատ, բայց ֆինանսներ է պահանջում եւ մարզագույք։ Ակտիվ մարզաձևերից են այս փուլում նոտ 7-ը, ծանրամարտն է լավ հաջողություններ գրանցել, ատլետիկան է արդեն զարգացման նոր փուլ ենք մտել, ինքնուրույն կարողանում են ուղեգրեր նվաճեն։ Լողի առաջնությունում Հայաստանի լողի առաջնությունում պարզվեց, որ մենք ունենք միջազգային արդեն մրցաշարերի մեկնելու տեխնացու մարզիկներ, իրանց ցուցանիշները լավն էին, իրանք կավելանան որպես միջազգային գործողով գնացող թիմ։ Անվասայլակով բասկետբոլի թիմ ունենք, թիմային մարզաձև է, շատ դժվար է, ծախսատար է այն պահելը, բայց էլի առաջիններից ենք մենք, որ տարածաշրջանում ունեցանք նման թիվ եւ միջազգային մրցումներին շատ դժվարությամբ ենք ֆինանսական միջոցներ հայթայթում, որ մասնակցեն։ Ունենք նաեւ
Թենիսիստները այս պահին սեղանի թենիսի այս պահին Շվեդիայում են, մասնակցում են Եվրոպայի առաջնությանը։ Ցավոք դեռ լավ նորություն չունեն։ Ինչքան մեդալ են բերել։ Մեդալների քանակը այս տարվա հաշվարկի մեջ ունենք 16 ոսկի, 16 ոսկի, 5 բրոնզ, 5 արծաթ եւ 1 բրոնզե մեդալ։ Ունենք նաեւ ռեկորդներ աշխարհի եւ Եվրոպայի, մեր պատանիներն ու երիտասարդները շատ գերազանց մարզավիճակ ունեն եւ շատ գերազանց քաշեր են բարձրացնում, անհավանական քաշեր են բարձրացնում եւ աշխարհում մեր թիմը համարվում է այս վերջին աշխարհի առաջնությանը միջև 15-ից 20 տարեկանները երրորդ տեղը վերցրեցին, իսկ տղամարդկանց էլի 15-ից 17 տարեկան խումբը աշխարհում երկրորդն ենք։ Սա շատ գերազանց է եւ պատանին եւ քանի որ մեր մարզաձևը մենք գնահատում ենք ինչքան պատանիներ եւ երիտասարդներ կան մարզաձևը, այսինքն դրա պոտենցիալը ապագայում ավելի տեսանելի պոտենցիալ ունենք, որ եթե այս երիտասարդները այսպես հզոր ձևով մասնակցում են ու լավ արդյունքներ են ցույց տալի, իրանք արդեն մեր հույսն են, հավատը, որ LA28-ում մենք կունենանք առաջին օլիմպիական պարալիմպիկ մեդալը։ Այո, վստահ ունենալու ենք։ Եթե այսքան ունենք արդեն, ու դա էլ ենք ունենալու։ Եվ պատկերացեք, դեռ սա հաշմանդամություն ունեցող բարողջները ինչեր են անում։ Դուք գիտեք, ֆիզմատ դպրոցի ամեն տարի ֆիզմատ դպրոցի մասնակիցներ օլիմպիադայում ոսկիները որ բերում են։ Հա։ Բա հանճարեղ ազգ է։ Այո։ Հանճարեղ կամ քով ուժեղ ազգ է։ Պարոն Աբրամյան, ասացեք խնդրեմ, այս պարալիմպիկը որ կա Հայաստանում իր մասնաճյուղերը ունի մարզերում։ Գիտեք, պարալիմպիկ կոմիտեն չի կարող մասնաճյուղ ունենալ, բայց կարող են ակումբներ լինել, որտեղ մարզվեն հաշմանդամություն ունեցող երեխաներ, մարզիկներ։ Բայց կան այդպիսի ակումբներ։ Մենք տարբեր քաղաքներում ունենք այդպիսի ակումբներ՝ Վանաձորում, Գյումրիում, Երևանում, Գավառում, Արարատում։ Եվ այնտեղ հաղթողները գալիս են Երևան։ Ամենաուժեղներին մենք հանում ենք միջազգային ասպարեզ, որտեղ լավ արդյունքներ են ցուցաբերում։ Լավ, դուք այսօր այստեղ եք։ Եվ շատ լավ է, որ այստեղ եք եւ լավ խնդրի համար եք այստեղ։ Չեք մտածում այստեղ էլ ինչ որ ակումբի պես մի բան բացել, հենց պարալիմպիկ եւ ինտեգրել այդ երեխաներին այս գործունեության մեջ, որ Հայաստանի հետ համատեղ գնան մրցումների։ Այստեղ էլ շատ կան այդպիսի երեխաներ, որոնք կարիք ունեն։ Ճիշտ ասած չենք մտածել, բայց քիչ առաջ ձեր հետ քննարկման ժամանակ արդեն ցանկություն ունենք այդ գործը անել, անպայման։ Մանավանդ այստեղ միջոցների խնդիր չեք ունենա, որովհետև եւ ծնողները եւ հասարակությունը կարծում եմ մասնակից կդառնա եւ շատ լավ մասնակից կդառնա այդ մեծ մարդասիրական գործին։ Անպայման քննարկենք եւ լուծում կգտնենք։ Տեղակ ենք, որ շատ հաշվանդամություն ունեցող հայ երեխաներ կան Կալիֆոռնիայում եւ անպայման այդ ուղղությամբ կաշխատենք։ Եթե կարելի է այդ ուղղությամբ մեկ բան ավելացնել, պարոն Աբրամյան։ Մենք օրինակ ունենք երկու հայազգի մարզիկներ, որ Հայաստանից դուրս են ապրում եւ սպորտով զբաղվում։ Մեկը Բելգիայում է, երիտասարդ է, հայ, մյուսը Ռուսաստանում էր։ Հիմա մենք այս վերջին Հնդկաստանում անցկացված աշխարհի առաջնությանը հավաքական թիմի կազմում ներգրավեցինք Ռուսաստանի ատլետիկայի առաջնությանը։ Մեր վազորդը Հնդկաստանում, ասեցի։ Մեր վազորդներից մեկը, որը շատ լավ գերազանց արդյունքներ ցույց տվեց, Ռուսաստանաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ունեցող 23-ամյա երիտասարդն է, որը նորմատիվները հանձնեց, այսինքն այդ մարզաձևում նորմատիվներ կան մինիմում, նորմատիվը հանձնեց եւ LA28-ին պոտենցիալ մասնակիցներից մեկն է լինելու։ Ինչ վերաբերում է ակումբների մասով ստեղ ձևավորելը, ապա իրոք մենք միջև տաղավար մոտ գործելը խոսում ենք այդ մասին, շատ ուրախ կլինենք, եթե այստեղ էլ ձևավորվի ակումբը լինի, մենք պատրաստ ենք դիտարկել նրանց հավաքականի կազմ ներգրավելու հնարավորությունները եւ այս երեխաներն Ամերիկա բնակ երեխաները նույնպես կարող են Հայաստանը բարձր նվաճումների սպորտում ներկայացնել։ Այո, մանավանդ
դա շատ կարևոր է, այստեղ կապն է արդեն կարևոր դառնում հայրենիքը եւ սփյուռքը համատեղ ծրագրեր են իրականացնում։ Շատ լավ, խոսենք նաեւ մենք նյութեր ենք տրամադրելու, մեր ժամանակը շատ չի, եթերայինը մոտենում է ավարտին, այսպեսի հարց այնուամենայնիվ պետք է քննարկենք։ Good lift. Saturyan. Round one is complete. Good lift. Babayan. Voters, please. $142 kilos, rack height 7, please. One minute. Good lift, Saturyan. Please rise if you're able for the national anthem of Armenia. Congratulations to the medalists. Այս պարալիմպիկ կոմիտեի
բարոյական եւ հոգեբանական նշանակությունը։ Խնդրեմ, պարոն Աբրամյան։ Բարոյական նշանակությունն է, որ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս, իր անձը կարևորելու հնարավորություն է տալիս եւ հոգեբանական առումով այդ շատ կարևոր է։ Այսինքն, եթե ամենասկզբում ինքը մտածում է, որ ինչ որ վերջույթ կորցրեց, որ կյանքը վերջացավ, էլ ինքը ոչ մի բանի պետք չէ, մենք այսինքն հնարավորություն ենք տալիս, որ ինքը իր հնարավորությունները ցուցաբերի տարբեր հարթակներում, ձերբազատվի բարդությունից, անլիարժեքության բարդություններից ինտեգրվի հասարակությանը, իրեն լիարժեք, այստեղ ուրիշ հանգամանք էլ կա, ոչ միայն ինքը նաև ինքնավստահ է դառնում, այլև հասկանում է, որ ինքը կարևոր է, որ ինքը պատիվ է բերում Հայաստանին, եւ այդ սահմանը կրճատվում է հաշմանդամության եւ ոչ հաշմանդամության սահմանը։ Ինքը լիարժեք մարդ է, որը եւ ապրում է եւ ինքն է զորանում, ուժեղանում եւ բերում է նաեւ հայրենիքին փառք ու պատիվ։ Շատ ինչով է շատ կարևոր հոգեբանական առումով դա, որ ինքը հասկանում է, որ ինքը հայրենիքին ինչ որ էլի բան է տալիս անկախ այն բանից, որ ինչ որ մեր երիտասարդները տվեցին այս հաշմանդամ երեխաներին, ես որ տեսնում եմ ամեն անգամ ուղղակի չեմ դիմանում եւ որքան շատ են իրենք, բայց այս ձևով գոնե իրենք այդ բարդույթը լրացնում են իրենց եւ մենք էլ դրանով իհարկե ոգևորվում ենք, հա թե ինչու եմ ասում անպայման նաեւ ինտեգրել այստեղի երեխաներին նրանց միասին, որ այդ հոգեբանական կապն էլ ամրանա։ Հաշմանդամություն ունեցող երեխաները ու երիտասարդները մեր հասարակության անկախտելի մասն են եւ մենք ամեն ինչ անում ենք, որ իրենք կարողանան ինքնադրսևորվել։ Իհարկե։ Ինչ է ձեր կարծիքը։ Մենք որպես պարալիմպիկ կոմիտե մեր կանոնադրության մեջ նրանց իրավունքների պաշտպանությունը նաև մտնում է, ուզեմ իրավունքների պաշտպանության մասին պաշտպանվում։ Մենք վերջին շրջանում մեր կառավարության հետ փոխգործակցության ժամանակ միշտ շեշտում ենք, որ խտրական վերաբերմունք չպետք է լինի հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ մարզիկների միջև։ Մենք ասում ենք, իրանք էլ են լիարժեք հասարակության անդամ, իրանք էլ են իրենց առողջությունը քայքայելով բարձր նվաճումների հասնում եւ պետքա հավասարապես իրենք վարձատրվեն։ Մենք որ Հայաստանում ունենք սպորտային թոշակների տարանջատված վիճակ։ Հաշմանդամ մարզիկները ավելի օրինակ ծանրամարտ վերցնենք կամ ատլետիկա վերցնենք, հա, այդ մարզաձևերում նույն ծանրաբեռնվածությամբ երկու մարզիկներ են աշխատում են, բայց մեկը սպորտային թոշակ ստանում է 2 անգամ, 3 անգամ ավել, քան թե հաշմանդամ մարզիկը։ Դա ճիշտ չի եւ մենք ասում ենք դա խտրական վերաբերմունք է եւ Հայաստանը միացել է մարդու իրավ հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության կոնվենցիային եւ այդ կոնվենցիայով նախատեսված է որ պետք է իրավունքները հավասար լինեն եւ մենք այս վերջին փուլում պայքարում ենք անընդհատ այս հարցը բարձրացնում ենք օգտվելով նաեւ ձեր տաղավարում հյուրընկալվելու այս հնարավորությունից ելի ենք հորդորում այն պատկան մարմինները որոնք իրավասու եւ իրենց պաշտոնը պարտավոր են այս հարցին անդրադառնալ, խնդրենք շուտ այդ իրավական ակտերին անդրադառնան եւ տան լուծումներ։ Մենք ուզում ենք որպեսզի սպորտի այնքան անարդար ասեմ տարբեր երկրներ անցել են այս ճանապարհով մենք հիմա էլ որ հավաքվել ենք հարցնում էի մեր գոլեգաներին ոնց է ձեր մոտ իրավիճակը վերջին զրույցս եղել է Նոր Զելանդիայի հետ իրանք էլ վերջին 21 թվականից հետո են իրանց մոտ էլ տարանջատված եղել բայց 21 թվականից հետո էլի հաշվի առնելով այդ կոնվենցիան իրանք հավասարացրել են գումարները ու ինչքան շատ շփումներ եմ ունենում բոլոր երկրներում արդեն հավասար մեխանիզմ է գործում հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ տարբերակումը անգամ խտրական վերաբերմունք է դիտվում եւ անթույլատրելի եւ անշուշտ անթույլատրելի եւ մի վերջին հարցը ասում եք որ ունեք արհեստավար մարզիչներ ովքեր զբաղվում են իրենցով այդ մարզիչները նույն մարզիչներն են առողջ երեխաների դեպքում թե ավելի մասնագիտացված են որոշ մարզաձևեր պահանջում է ավելի մասնագիտացում եւ մենք մեր մարզիչներին փորձում ենք վերապատրաստման ուղարկել
եւ այդ նուրբ մասերը, որ կան հաշմանդամություն ունեցողների հետ աշխատանքի առումով, նրանք որակավորման ձեռք են բերում։ Ատլետիկան դա նույն ատլետիկան է, նույն ուժային ծանրաբեռնվածությունները, նույն բովանդակությամբ որոշակի վարժություններ փոխարինվում են մյուսին, այսինքն եթե չկա անդամահատվածը մի վերջույթ, վերին վերջույթ, վարժությունները կազմակերպվում է առանց այդ փուլի։ Այսինքն մասնագիտացում պետք է մկանային զարգացման հետ կապված եւ նաեւ հոգեբանորեն մյուս մասը հոգեբանորեն պատրաստելու այլ ձևակերպում, կարծում եմ մասնագետները այլ ձև են աշխատում։ Սպეციფიკություն ունի մարզաձևը եւ սպეციფիկ մոտեցում կա նաեւ մարզիչների կողմից։ Դա շատ կարևոր է, որովհետեւ գրագետ պետք է լինեն երեխայի հետ զբաղվելիս։ Այս առումով էլ մենք խնդիր ունենք, մենք եթե կադրեր օրինակ պատրաստենք, ապա այդ կադրերը պետք է նաև աշխատեն հաշմանդամ մարզիկների հետ։ Հաշմանդամություն ունեցողների քանակը հասարակության մեջ քիչ է համարվում եւ շատ մասնագետներ պատրաստելը ոնց որ ավել աշխատուժ է լինում։ Եվ ձեր ասածը, որ այդ օլիմպիական մարզաձևերի մարզիչների հենքի վրա ձևավորել եւ նրանց մի մասը դարձնել պարալիմպիկ մարզաձևերի մարզիչներ, արդիական է։ Ատլետիկայում ունենք, ծանրամարտում ունենք, որ այն մարզաձևն է եւ սա։ Իսկ այդ թեթև ատլետիկայում որտե՞ս տան տրայբորիա է։ Մենք 50-ից ավել է ատլետիկան, թեթև պարա ատլետիկայում 52 դիսցիպլին կա։ Մենք այդ 52-ից մոտ 5-ն ենք կարողանում կարգավորել, որովհետեւ որոշ դիսցիպլիններ շատ թանկարժեք են, մասնավորապես սայլակավազքը եւ այդ սայլակների գները սկսվում են $15,000-ից, վազքի սայլակների մասին է խոսքը։ Իդեպ ավելացնեմ, որ մենք նաեւ Լոս Անջելես մարաթոնի մասնակցության փորձ ունենք, մեր մարզիկներից մի խումբ մարզիկներ տարբեր տարիների մասնակցել են Լոս Անջելես մարաթոնի wheelchair division-ում եւ բավական լավ արդյունքներ են գրանցել։ Պլանավորում ենք նաև հաջորդ տարի այդպիսի մասնակցություն կազմակերպել։ Այսինքն ատլետիկան, որ ունի տրայբորիա եւ պիցիբորիա, այդ մարզաձևերով քիչ են ավելի։ Օրինակ գնդի հրում, էստաֆետային վազք կա։ Օրինակ այդ էստաֆետային վազքը ունի իր մեջ։ Գնդի հրումը կա, սկավառակի նետումը Հայաստանում ունենք։ Գնդի հրումը, սկավառակի նետումը, նիզակի նետումը, վազքը նոր էս սկավառակը, նիզակի նետումը նոր է Հայաստանում։ Սուսերամարտ չունեք։ Սուսերը այս մարզաձևում չունենք, այսինքն կա Պարալիմպիկում կա սուսերամարտ, սայլակով սուսերամարտ է, որ մենք չունենք։ Մարզիկներ չունենք, որ հետաքրքրված լինեն այդ մարզաձևով, թե չէ սուսերամարտի ֆեդերացիա, նաև օլիմպիական ֆեդերացիա գոյություն ունի, որ այդ հենքի վրա էլ մարզադպրոցների ցանկություն չունեցին։ Դա էլ է թանկ մարզաձև, ասեմ։ Այո, իհարկե, մարզահագուստը եւ այդ ամեն ինչը պահելը շատ թանկ է։ Դա համար դժվարանում ենք, կամաց ենք։ Բարոնայք, մենք ժամանակ ավարտեցինք, շնորհակալություն, որ եկաք, շնորհակալություն, որ այս շատ կարևոր ու շատ մարդկային թեմայի շուրջը հանդիպում ունեցանք եւ հավատացեք, եթե այստեղ այդպիսի մի ակումբ բացվի, զուգահեռաբար այդ գումարները ոչ միայն այս ակումբին կտրվեն, այլ նաեւ Հայաստանին, բայց այնուամենայնիվ ես դիմում եմ մեր Սփյուռքի հեռուստադիտողներին, անվանի մարդկանց միջոցներ ունեցող մարդկանց օգնելու այս շատ կարևոր, շատ անհրաժեշտ մարդկային գործունեությանը։ Շնորհակալ եմ ձեզ։ Մեծագույն հաջողություններ եմ մաղթում։ Մենք ենք շնորհակալ։ Եվ վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ մեդալներ։ Ձեզ շնորհակալություն։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում, ցտեսություն։